Ես հիմա իր համար խենթանում եմ, սենց ասեմ։ Հիմա Շատ կարևոր ու սիրուն բանի մասին խոսեցիք, երբ հարաբերություններից տարիներ անց սերը ավելանում է։ ինքը մի քիչ պինդ աղջիկ է։ Իրանից գլուխ չէի հանում այն ժամանակ։ Այն տեղերը, որ պիտի բոքսել պատին, աթոռը վերցներ, տար հատակին ջարդը փշուրաներ, չէր անում։ Դրանից ես էի ներվայնանում։ Ասում եմ ոնց է կարում, ես չէ։ Ինչի համար է իմ էմոցիաները իրան հասանելի, բայց ինքը կարում է իրան նենց պահի, որ ես ավելի շատ ներվայնանամ դրանից, որ ցույց չի տալի։ Ոչ մի աշխատանք ես հաճույքով չեմ անում։ Չէ, ոնց աշխատանք է անում ենք, վերջացրինք նոր հաճույքը դրսում է։ Հենց ասում եմ, որ ինձ չղայնացնի, ինքը շատ է սիրում իր աշխատանքը, շատ։ Այն տարերքն է, երբ որ մտնում եմ իմ այգի ու սկսում եմ աշխատել այգում։ Լավ էլի, քանի օր կաշխատես, չես կարող։ Այ հենց հիմա մեր կռիվը դա է, որ ես գնում եմ իմ տնօրինավայր ապրելու։ Բայց տենց էլ չես գնում։ Ամեն օր ասում եմ, ես գնում եմ Շամշադին։ Գնա։ Հա, երազում եմ։ Դու ես։ Այո։ Մամային մենակ եք թողնելու։ Թող աշխատի մեծ պահի։ Տանը միշտ այդպես էր, ու վերջում մաման է ձեզ հետ հարմարվում։ Այո։ Հա։ Բեցա։ Ես իրականում չեմ սիրում այս հարցը, բայց դուք ինձ ստիպեցիք։ Սկզբից շատ էի ջղայնանում, որովհետև երևի հումորի զգացում չունեի։ Հումորն է։ Ահա, շատ։ Ես սկսեցի իրան հումորով վերաբերվել։ Հիմա որ ինքը ջղայնանում է, ասենք, ես ու Նարեն սկսում ենք թաքուն ծիծաղել։ Սեդան ինքը պահանջկոտ էր։ Դե որ նոր էինք ամուսնացել, տուն չունեինք։ Մեծ ընտանիքում էինք ապրում։ Մենք մնացինք անտուն, մենք չգիտեմ, արի մի բան արա, էս անենք, այն անենք։ Կնոջ ինչ-որ առումով պահանջկոտությունը կամ մոտիվացիան, որ պիտի ձգտենք ավելին, պիտի անպայման տուն ունենանք, չի օգնում մի քիչ ավելին անելու։ Եթե Սեդայի տեղը ուրիշ աղջիկ լիներ, կարծում եմ ես չէի ունենա այն ինչ ունեմ հիմա։ Երբեք ես չեմ ասել չի ստացվում, ես ասել եմ արա, կստացվի։ Ռիսկը գործի կեսն է։ Ոչ մասնագիտական աշխատանքներ անելու կարիք չկա այլևս։ Կա։ Չկա։ Իսկ այն ժամանակ քշում էիր տաքսի, գիշերը ռեստորաններում նվագում էիր։ Դա սերը։ Հա։ Հա, դա սերը։ Հաղորդման գործընկերներն են Seven Star Spa կենտրոնը, Implantum ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։ Լայֆրումի սեր շարքում այսօր դերասան Լեռնո Հարությունյանն ու կինը Սեդան են, ողջույն։ Ողջույն։ Տարիներ առաջ բախումով գտակ իրար։ Կյանքի հետագա ընթացքում այդ բախումները էլի սիրո հիմքն էին, թե փոխվեց։ Երևի սիրո հիմքն էին։ Որոշ բաներ փոխվում են ամուսնությունից հետո։ Դառնում ենք իրարը, թաքուն բաները կորում են, հանդիպումները, չգիտեմ ինչերը։ Արդեն տակը մնում է իսկական եսն ու ինքը, իսկականը։ Իսկական եսերի բախումը ինչպես ստացվեց։ Ինձ համար բարդ էր։ Բարդ էր, բայց տանելի։ Ինձ համար էլ բարդ, բայց ոչ այդքան։ Հա, ինքը մի քիչ պինդ աղջիկ է։ Ես մի քիչ էմոցիոնալ եմ, շուտ բռնկվող, շուտ չգիտեմ ինչ, էմոցիոնալ, տխրող, բայց ինքը չէ, ինքը պինդ է, ամուր է։ Ես իրանից գլուխ չէի հանում այն ժամանակ։ Դա ինչ ազգում է այս պահին։ Կանանց համար բավականին բարդ կետ է, երբ որպես կանոն մենք ուզում ենք մեզ հասկանան առանց խոսելու նույնիսկ, ու մեկ էլ տղամարդը ասում է ես իրենից գլուխ չէի հանում։ Ինչպես եք դուք դրա հետ յոլակնում։ Դե սկզբում դժվար է, բայց իր հումորի շնորհիվ ամեն ինչ հարթ անցավ։ Հումորն է։ Ահա, շոտ։ Ուղղակի ես չեմ սիրում տանը, որ լարված վիճակ է։ Ինչքան էլ իմ մեղքով լինի կամ թե Սեդայի։ Փորձում եմ շուտ հարթվի գնա այդ ամեն ինչը։ Այդ հարթումն էլ լինում է հումորի միջոցով։ Սեդա, բայց ձեզ համար դժվար չէր, երբ չէր կարողանում անցալել ձեզ։ Ի վերջո ամուսնացել եք, բայց դեռ չէր հասկանում ձեզ։ Բայց ես չեմ զգացել, որ չին կարել։ Տենց բան է եղել։ Իմ կարծիքով չէ, իրան ձեռնտուի ավելի շատ որ չհասկանայի ես։
Ինչի համար, որովհետև այն տեղերը, որ պիտի բոքսեր պատին, աթոռը վերցներ, տար հատակին ջարդուփշուրաներ, չեր անում։ Ուրիշ ձև էր պահում իրան, դրանից ես էի ներվայնանում։ Ասում եմ ոնց է կարում, ես չէ։ Ինչի համար է իմ էմոցիաները իրան հասանելի, բայց ինքը կարում է իրան նենց պահի, որ ես ավելի շատ ներվայնանամ դրանից, որ ցույց չի տալի։ Պաստորեն հասցնում էիր, որ պիտի բոքսեր պատի, բայց չէ։ Հա։ Իրա դեպքում չէ։ Ընկալումը կար ձեր կողմից, թե ձեզ համար իրականում տանելի էր դժվարություն եղել է, բայց տենց չի եղել, որ տանելի չլինի, չդիմանամ, ինչ որ բան անեմ, հա։ Հա, էտա սերը։ Էտա։ Հա։ Ես իրականում չեմ սիրում այս հարցը, բայց դուք ինձ ստիպեցիք, ով է ավելի շատ սիրում։ Ես հիմա իր համար խենթանում եմ, սենց ասեմ։ Հիմա։ Ու անգամ իր առանց իրա ես էլ չեմ պատկերացնում։ Ինչ լավ է, որ ինքն է։ Իսկ դու։ Ես է։ Հա։ Մտածում ես։ Լեռնոն երբ ինձ մոտ հյուրեր խոստովանեց, որ ի սկզբանե մտքով ընտրություններ, որը հետո համոզվեց, որ դա իր սրտի ընտրություններ, բայց սկզբանե ընտրությունը արել էր մտքով։ Դուք այդ ժամանակ ինչ որ առումով սիրո պակաս զգում եք, թե ինքը կարողանում էր իրեն այնպես դրսևորել, որ դուք դա չզգաք։ Չէ, երբևէ չեմ զգացել սիրո պակաս։ Հիմա ավելի շատ եմ զգում այդ սերը։ Բայց չեմ զգացել, ի սկզբանե չեմ զգացել։ Միշտ ինքը հանդուրժող, ներողամիտ։ Էդ ինչ է դառնում, որ պետք է։ Իսկապես ինչի հանդեպ էր ներողամիտ։ Հասկանանք էլ ինչը կարող է ներել, ինչը չէ։ Ասել եք, պիտի շարունակեք։ Գիտեք, երկուսս էլ շատ վառ անհատականություն ենք։ Վառ չեմ ասի, Չէ, վառ։ Ու շատ դժվար էր մեկս մյուսի հետ։ Ու դրա համար ասենց երկար ճանապարհ էր պետք անցնել։ Դա բնավորությունների բախումն էր։ Այո։ Միմյանց ճանաչելու համար անցանք, ճանաչեցինք։ Բնավորություն, տեսակ, խառնվածք, մենք լրիվ տարբեր ենք։ Տարբեր, բայց վառ։ Իսկ տարիների հետ նմանվեցիք, թե այդպես էլ տարբեր մնացիք, ուղղակի սկսեցիք ավելի շատ Չէ, սիրել։ ես կասեի նմանվեցինք։ Ես կասեի մնացինք տարբեր։ Չէ, նմանվեցինք։ Կարող է որ գնահատում ես, սկսում ես գնահատել էտա քեզ թվում է թե դա նմանությունը, չես կարա նմանվես։ Չես կարա։ Էլի մեկը դու ինձ ասում ես այդ անտերի ձենն անջատի, ես ասում եմ չեմ անջատելու, ինձ սենց է դուր գալի։ Այդ անտերը թիվն է։ Դաշնամուրը։ Շալվարը մի շպրտի պարկելուց, չնայած էլ չեմ շպրտում, հավես չկա, որովհետև շատ է խոսում այդ ամեն ինչի վրա։ Ես սկսեցի իրան հումորով վերաբերվել ավելի շատ։ Հիմա որ ինքը ջղայնանում է, ասենք, խոհանոցում է գործանում, ես ու Նարեն սկսում ենք թաքուն ծիծաղել։ Ժամանակ ավելի չեք ջղայնանում։ Սկզբից շատ էի ջղայնանում, որովհետև երևի հումորի զգացում չունեի։ Հետո տարիների ընթացքում սովորեցի, համակերպվեցի։ Հիմա տենց մեր վեճերը դարձել է հումորային։ Կողքից մեր աղջիկը ծիծաղում է մեր վրա։ Թեպետ վերջին տարիներին հանրությունը Լեռնոյին ավելի շատ ընկալում է հումորային կերպարով, Ժիրո Իվան զույգի հետ կապված, բայց ամեն դեպքում ընդհանուր առմամբ տպավորություն է, որ շատ ավելի լուրջ է, փաստորեն այդպես չի, կերպար է։ Տանը լուրջ չի։ Չգիտեմ դրսում ոնց, բայց տանը չէ։ Խաղում ես։ Որ դերը։ Լուրջ։ Ինչ եմ անում տանը ես։ Ամեն ինչին հումորով ես վերաբերվում։ Դե հա, հումորով վերաբերվելը երևի ամենալուրջ մարդիկ են կյանքում։ Հա, բա ոնց։ Եթե կարող են հումորով վերաբերվել։ Ինչքան լուրջ պետք է լինի մարդը, որ տենց։ Ամեն դեպքում դու ուրախ մարդ ես։ Ես ուրախ։ Տանը դրսում։ Չեմ դեմ չէ։ Ուրախ։ Մեր հավաքույթները շատ լավ է անցնում, իր հումորով, նվագով, պարով, երգով։ Եթե հավաքված ենք, ինքը պիտի անպայման նվագի, աղջիկս երգի, պարեն։ Բա որ վիճած եք լինում ու հավաքվում եք, ոնց եք ձեզ Հենց հավաքվում ենք այդ ամեն ինչը։ Հենց, հա, մենք հենց վիճում ենք, ինքը
Պարտադիր, եթե հումորով չի կարողանում այդ ամեն ինչը շտկի, պարտադիր ընկերներից մեկին հրավիրում է այդ օրը երեկոյան մեր տուն։ Ես ուզեմ, չուզեմ, չեմ սիրում ցույց տալ։ Այդ խնջույքի վերջում իմ հյուրերին հարցնում եմ, հասկացվեց, որ ես ու Սեդան կռված ենք, նեղված ենք իրարից, չէ, մեկա չէ։ Հա, մենք ինձ թվում է Սեդան էլ է խաղաղասեր, պրոստը մի քիչ դժվար է այդ նեղացած վիճակից հետ բերելը, ստիպված ֆիզիկական ուժի եմ դիմում, դեռ ձեռքերը կապում եմ, սկսում խուտուտ տալ։ Թույլ տեղը գտել այն։ Ու տենց աղջիկս սենյակից վազում է ավելի պապա մեղ կա մի արա։ Չէ, ասում եմ թող ասի, ես քեզ սիրում եմ։ Դե նեղացած է, ոնց ասի։ Այդ տանջանքների ժամանակ երեխին գալիս է որ փրկի, չեմ հանձնվում, ասում թող ասի։ Թող ասի դու իմ կյանքն ես, դե աղջիկն ստիպված ասում է որ չտանջվի։ Բայց հաճախ եք ասում ես քեզ սիրում եմ։ Լեռնիկը շատ։ Սեդան ընդհանրապես։ Ամեն օր։ Սեդան ամեն օր չի ասում։ Ինչի՞ չեք ասում։ Դու չի ասում։ Չեմ կարող ասել ինչի չեմ ասում։ Բայց լսելը կարևորում եք։ Շատ, եթե մի օր չասի, հաջորդ օրը հիշացնում եմ, ասում եմ ոնց որ փոխվել ես։ Բայց դու ժամանակ էլ ուրիշ բան ես ասում։ Ինչ։ Որ ասում ես, ինձ սիրողը չէր թողի եմ պատի շտեպցել անսարք մնար։ Կենցաղը փչացնում է հարաբերությունները։ Մեր դեպքում չէ։ Չէ, գիտեք ոնց է, Սեդան ինքը պահանջկոտ էր։ Դե որ նոր էինք ամուսնացել, տուն չունեինք, առանցին չունեինք ոչինչ։ Մեծ ընտանիքում էինք ապրում։ Հա, ինքը անընդհատ ասում էր, ես ասում էի, թող այդ միտքը թող որ ունենանք։ Երբ որ դու ինձ անընդհատ ասում ես, ես էլ ընկնեմ այդ մտքիդ հետևից, չի լինելու ոչ մի բան։ Էդ էր մեր վեճը։ Մենք մնացինք անտուն, մենք չգիտեմ, արի մի բան արա, էս անենք, այն անենք, բայց հետո ինքը ընկավ իմ արվակը։ Թողեց, հենց թողեցինք, մեկ էլ տեսանք տուն ունեցանք ինչ որ, չգիտեմ, ունեցանք։ Բայց կնոջ ինչ որ առումով պահանջկոտությունը կամ մոտիվացիան, որ պիտի ձգտենք ավելին, պիտի անպայման տուն ունենանք, չի օգնում մի քիչ ավելին անելու։ Ասեմ, ես sense որ ասում եմ, իրականում եթե Սեդայի տեղը ուրիշ աղջիկ լիներ, կարծում եմ ես չէի ունենա այն ինչ ունեմ հիմա։ Հա, ինքը ստիպում էր, անընդհատ ասում էր, հիշեցնում էր, չգիտեմ։ Մեկ-մեկ էլ զարմանում եմ, ասում, ախ, այս բանի վրա ինքը գիտի, որ ես ներվային անում եմ։ Ոնց է կարում էլի ասի։ Ես գիտեմ իր թույլ տեղը չեմ կպնում։ Խի այնք էլի այս կարգի իր շնորհիվ մեր ուժերով ունեցանք այն ինչ ունենք։ Հետո հասկացա, որ все-таки տուն սարքող, տուն ստեղծող ենք։ Դե տունը մեծ բանով եմ ասում։ Բայց դուք այդ ընթացքում ինչ էիք մտածում, այսինքն հասկանում եք, որ պետք է ինչ-որ առումով շարժիչ ուժ դառնալ տղամարդու համար, թե նաև վախեր ունեիք, որ երեխա եք ունենալու կամ արդեն երեխա ունեք, ապագայի մասին է պետք մտածել։ Դե գիտեք իմ տեսակը ոնց է, ես ամեն օր եմ մտածում ապագայի մասին։ Ես սիրում եմ, որ իմ տուն մարդ է գալի, իմ խալատելնիկը լիքը միրգը, այս տեսակն է։ Սիրում եմ միշտ այնձե ունենալ։ Մի կողմից պետքա մոտիվացիա տալ տղամարդուն ավելին ձգտելու, մյուս կողմից չկոտրել մեջքը, որովհետև շատ նուրբ սահման կա այստեղ, նաև տղամարդուն կոտրելու ու ասելու, որ դե չի ստացվում, դե չկա։ Ինչպես եք դուք գտնում սահմանը, որովհետև ի վերջո հաղթեց այն, որ դուք ունեցաք։ Եթե դուք այդ սահմանը գտած չլինեիք, մենք կտեսնեինք կոտրված տղամարդու։ Հա, դե չէ, երբեք ես չեմ ասել չի ստացվում, ես ասել եմ արա, կստացվի։ Ռիսկը գործի կեսն է։ Ասելով համել, հա, չի կոտրել, հա, ճիշտ է։ ասենք երբեք չեմ կոտրել։ Ինքը ասենք որ ասել է, հա, դե լավ չի լինի, սենց, ես ասել եմ ոչ։ Ռիսկը գործի կեսն է, դու առաջ գնա, դու արա կլինի։ Պահանջները ինչպես էիք ձևակերպում, որ եւ չկոտրեք եւ այդ պահանջները հստակ լինեն։ Գիտեք, ավելի շատ ինքը ձգտող ա եղել, ստեղծող ա եղել։ Ինքը թատրոնում աշխատել է, գիշերը գնացել է ռեստորանում նվագել է։
հաջորդ օրը տաքսի ա քշել։ Ինքը միշտ ստեղծել ա, նենց չի եղել, որ մենք ֆինանսի պակաս ենք ունեցել, ես իրան դրթել եմ դեպի ֆինանս։ Չէ, ուղղակի դրթել եմ ֆինանսը ճիշտ օգտագործել, նպատակային։ Ընդամենը դա, թե չէ, ինչ որ չէ, դու պիտի գնաս նկարվես, գնաս էս անես ֆինանս բերես, չէ, ինքը միշտ էլ ֆինանսը բերել ա, ստեղծել ա։ Ուղղակի դե այդ ժամանակ տան կարիք ունեինք, ուզում էի տուն ունենանք։ Իսկ այդ զգացողությունը, երբ տուն ձեռք բերեցիք, ինչպիսին էր։ Ոյ, աննկարագրելի։ Երևի բառերով չես կարող նկարագրես։ Դու կարաս։ Չէ, բաներ կա, հա, իրոք չես կարող խոսքերով, բառերով ոնց նկարագրես։ Երբ որ շինարարության մեջ ես լինում, սկզբից մինչև վերջ, քաղցած ժամանակ խորովածի տենչը ուրիշ ձև է, բայց անելուց միջև սեղանին դնելը արդեն դու մի որոշ կշտացում անցնում ես, չէ՞։ Հա, մենք այդ արդեն որ 0-ից տունը սարքում էինք, ամեն օր գործ էինք անում բան, տենց այն վերջին տրակոցը չեղավ։ Մեկը չվերեց բանալին տվեց, ասեց սա ձեր տունն է, որ գմփայինք, տրակեինք, ստեղծեցինք, ու մտանք այդ ուրախության մեջ։ Այդ ժամանակ ձեզ համար կարևոր էր տանիք ու ապահովություն ունենալու զգացողությունը, թե նաև որպես զույգ եւ ընտանիք առանձին ապրելը, որովհետեւ մեծ ընտանիքում ապրելը որքան երջանկություն է, այնքան էլ կարող է որոշակի բարդություններ առաջացնել, ինչը անպայման չի մարդիկ վատը լինեն։ Պարզապես կարող են ինչ-որ բարդություններ առաջանալ։ Չէ, ընտանիքի անդամների հետ կապված երբեք բարդություններ չի եղել։ Ուղղակի ես բնույթով գիտեք ինչ ձև եմ, սիրում եմ կենցաղս ես, մենակ ես տնօրին եմ։ Չեմ սիրում ոչ մեկի հետ կիսել։ Երազում եմ իմ կենցաղի մասին։ Հիմա ասենք որ տանը չեմ լինում, աշխատանքից գալիս եմ, ասենք լեռնիկ ինչ որ մի բան է պատրաստած լինում, կերածո այս սկսում եմ գորգռա, ինչի ես կպել, ինչի ես արել, ինչ կարետ ուտեիր։ Չեմ սիրում եմ ես իմ ձեռքով ամեն ինչը։ Բայց այն ժամանակ գորգորալ չէի կարող, հա, չէի կարող։ Հա, ասենց էս տուներ պետք որ գորգորայիք։ Հա, մեքենայի մեջ էր հիմնականում կռիվները։ Լայֆրումի գործընկեր Seven Stars Spa կենտրոնի կողմից ձեզ նվեր քարտեր կարող եք օգտվել։ Seven Stars-ը գործում է Reebok սպորտային ակումբին կից, առաջատար սպա կենտրոններից մեկն է, այնպես որ կարող եք գնալ եւ օգտվել ձեր նվեր քարտերից։ Շնորհակալություն։ Enzimed Pro սարքավորումը համարվում է սարք բժշկական կենտրոն։ Իր ցուցաբերած արդյունքներով եւ հարմարավետությամբ այն առաջատար է ամբողջ աշխարհում։ Հայաստանում Enzimed Pro սարքավորման պաշտոնական ներկայացուցիչը Seven Stars Spa կենտրոնն է։ Ուշադրություն, եթե դուք ուզում եք ազատվել կնճիռներից, ձգել ձեր մաշկը առանց ներարկումների կամ վիրահատական միջամտության, ապա Enzimed սարքավորումը Հայաստան է բերվել ձեզ համար։ Սարքի թողած ազդեցությունը նկատելի է շատ արագ, իսկ որ ավելի կարևոր է փոփոխությունը երկարատև է։ Շնորհիվ ապարատային տարբեր գլխիկների այն առաջարկում է կատարյալ թիրախավորում թե դեմքի, թե մարմնի տարբեր խնդիրների համար։ Enzimed-ի ռադիոհաճախականության ալիքները ներթափանցում են մաշկի խորը շերտեր, ձգում մաշկը, նվազեցնում կնճիռները, ակնհայտորեն բարելավում մաշկի որակը եւ առաձգականությունը։ Սարքը հնարավորություն է տալիս պայքարել հղիազոլերի եւ ստրիաների դեմ, բուժել ցելյուլիտը, ձգել թուլացած մաշկը։ Սա նաև հրաշալի միջոց է, որպեսզի պայքարեք կտրուկ նիհարելուց հետո մաշկի թուլության դեմ։ Սարքն անցել է բոլոր փորձաքննությունները, ունի համապատասխան բոլոր սերտիֆիկատները, որ անվտանգ է։ Քանի որ Enzimed-ը Հայաստանում պաշտոնապես ներկայացված է Seven Stars Spa կենտրոնում, սրահի բոլոր մասնագետներն անցել են սարքի մանրակրկիտ վերապատրաստումը արտերկրից հրավիրված ներկայացուցիչի կողմից։ Իդեպ Seven Stars Spa կենտրոնը հանդիսանալով Enzimed Pro սարքի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում զբաղվում է նաև սարքերի պաշտոնական վաճառքով, ինչը հնարավորություն է տալիս այլ սպա կենտրոնների ևս գնել սարքը եւ կիրառել իրենց կենտրոնում, եթե ցանկանում են կատարել անվտանգ եւ գերարդյունավետ ռադիոհաճախականության թերապիա։
Ես միշտ շեշտում եմ, որ Seven Star Spa կենտրոնում աշխատում են բացառապես բժիշկ մասնագետներ։ Սա շատ կարևոր գործոն է, որպեսզի ձեր մաշկի առողջությունը լինի վստահելի ձեռքերում։ Սեփական կենցաղը վարելը եւ սկսում եք որպես ընտանիք իրար այլ կերպ ընկալել եւ սկսում եք արդեն ուրիշ ճանապարհ անցնել։ Այդ նոր ճանապարհը ինչպես անցաք իրար հետ ու արդյոք հենց այդ փուլում ավելի ամրացան հարաբերությունները, թե մինչև այդ արդեն ամրացել էին։ Չէ, այդ փուլում ամրացավ։ Միջև այդ տենց չէր։ Միջև այդ, ասենք, ամեն ստից բանից կարար Լեռնիկը նկատողություն աներ ինձ։ Ես չէի կարա իրան նկատողություն անել մամայի, պապայի մոտ։ Իսկ հիմա արդեն ավելի ազատ ենք։ Երջանիկ եմ ինձ զգում, բայց չեմ կարող ասեմ ինչից եղավ։ Գիտեք, մի շատ կարևոր ու սիրուն բանի մասին խոսեցիք, երբ հարաբերություններից տարիներ անց սերը ավելանում է, հարաբերությունները ամրանում են, որովհետև ցավոք սրտի մենք ավելի հաճախ հակառակ պատկերն ենք տեսնում, երբ ամեն բան շատ բուռն սկսվում է ու շատ կտրուկ հետո անկում է ապրում։ Այնպես չի, որ դուք կենցաղի խնդիր չեք ունեցել, բայց այդ կենցաղի խնդիրը ոչ թե սպանել է ձեր սերը, այլ հակառակը դուք դրա մեջ զարգացրել եք այն ամեն ինչին ստեղծել եք։ Ինչպես եկաք դրան։ Ու ինչ բարդ հարց է։ Չէ, բազմ պրոստը շերտերն է շատ, որ ինչից խոսեմ։ Աստիճաններով բարձրացանք։ Հենց այդ առանձին ապրելու։ Չգիտեմ, ինձ թվում է Սեդան ուղղակի իմաստուն կինը։ Շատ բաներ ես իրանով եմ հասկացել, ոնց կարա ճիշտ լինի ընտանիքը։ Դե աշխարհել ես դեպքում մենակ ինձանով չէր, ինքն էլ ուրիշ տեսակ է։ Չգիտեմ, ես չեմ պատկերացնում, ասենք, եթե Լեռնիկի փոխարեն մեկ ուրիշը լիներ, երևի ես չկարողանայի։ Ավելի նվիրված, թե ինձ, թե երեխուն, հոգատար։ Ասենք, եթե ինքը այսօր աշխատանքի չի, հաստատ ինքը չի գնա ընկերների հետ ժամանակ անցկացնի, կուզի մեր հետ։ Հիմա միշտ։ Չէ, ես հետ եմ անցկացնում ժամանակ։ Անցկացնում ես, բայց ուղղակի ինձ շատ հաճելի է, որ ինքը շատ է սիրում ընտանիքը։ Իսկ երեխայի ծննդից հետո ինչպես փոխվեցին հարաբերությունները, որովհետև երբեմն երեխայի ծննդյան շրջանը եւ շատ երջանիկ է լինում, եւ հատկապես կանանց մոտ որոշակի բարդություններ են առաջ գալիս, որոնք տղամարդիկ շատ հաճախ չեն կարողանում ընկալել, հատկապես տարիներ առաջ, երբ այդքան չէր խոսվում են խնդիրների մասին, որոնք առաջ են գալիս կանանց մոտ, ու երբեմն թվում է, որ պիտի հիմա ամրանար, բայց ինչ-որ հարցեր են առաջ գալիս, երբեմն հակառակը, հենց այդ փուլում ավելի ամրանում են հարաբերությունները, ձեզ մոտ ինչպես էր։ Ուրեմն ես էլ Սեդանել մի հատ մեծ առավելություն ունենք։ Երկուսս էլ մեծացել ենք գեղեցիկ ու սքանչելի ընտանիքներում։ Ընտանիք բառը մեր մոտ, իմ էլ Սեդայի էլ, ուղղակի բառ չի, արժևորված, իր տեղն ունեցող գեր երևույթ է մեզ համար ընտանիքը, որովհետև ես դա եմ տեսել, իմ ծնողներից ես դա եմ տեսել, իմ ծնողների եւ մորս, եւ հորս, եւ տատուս, ընտանիքը պիտի լավ պահես, ընտանիքը ամենաառաջինն է, ընտանիքը պիտի հասցնես, էս պիտի անես։ Սեր եմ տեսել իմ ընտանիքում, նույնը Սեդայի ընտանիքն է, ես ծանոթ եմ իր ընտանիքի հետ, եղել այն ժամանակ, գիտեմ, բոլորը խոսում էին, որ հետաքրքրվում էի բան, ասում էին, ապեր ասում էին ընտանիքը այնքան սիրուն ընտանիք ունի, կարաս էլ իրանով չհետաքրքրվես, մի անգամից ուզի տար ձեր տուն։ Ինձ թվում է, որ այդ մթնոլորտում մենք մեծացել, զարգացել ենք, դա էլ է եղել առաջին, չգիտեմ, նախապայմանը, որ մենք ընտանիքը չկորցնենք, կապ չունի վեճի տեսակն ու չափը։ Դա կապ չունի, պիտի հարթենք, որովհետև առաջին ընտանիքն է։ Ոչ ես եմ ցանկություն ունեցել, որ ընտանիքը հա դե լավը չի կթողեմ, կամ չգիտեմ ինչ կանեմ։ Ամեն դեպքում ոչ էլ Սեդան ատամներով է պահետումը, ատամներով։ Ամեն դեպքում երբևէ այնց խնդիր չի էլ առաջացել, որ իմ մտքով անցնի բաժանություն։ Մտքից ծերով էլ չի անցել, վայ չէ, ես պիտի բաժանվեմ։ Չէ, նման կարողա այնց խնդիր չի եղել ուղակի։
Ես ճիշտն ասած բաժանվելու մասին չէի հարցնում բացարձակ, չէ, այլ ուղղակի երեխայի ծննդից հետո հարաբերությունների շրջանի մասին էի հարցնում, որովհետև տարբեր զույգերի մոտ տարբեր է լինում։ Եթե ձեզ մոտ ավելի ամրացել են, կուզեմ այդ շրջանում ինչպես ավելի ամրացավ, երբեմն օրինակ կարող է լարվածություններ առաջ գան, թեկուզ չքնելու եւ այլնի հետ կապված, երբեմն նույն այդ չքնելը, երբ որ դառնում է ինչ որ առումով ծես, որ դուք երկու հոգով հոգ եք տանում փոքր մարդուկի մասին, ավելի ամրացնում է։ Սա արդեն հայեցողության հարց է, հա, այդ երկուսով գիշերը չքնելը ավելի կմիավորի ձեզ, թե ավելի կհեռացնի իրարից։ Այդ ձեր փորձի մասին եմ ուզում խոսենք։ Հա, դե սկզբում դժվարություն եղել է, ասենք ամբողջ գիշեր չէի քնում, առավոտյան լուսադեմին հազիվ աչքս կպնում էր, լեռնիկը սենյակից դուրս էր գալիս, սկեսուրս ասում էր, հա լեռնիկ երեխան լավ է քնել, հո, այս գիշեր լավ է քնել, հենց ուզում էի խեղտեի, ես ամբողջ գիշեր չեմ քնել, դու ասում ես լավ է քնել։ Բայց միասին, չգիտեմ, երջանկացրել է ամեն դեպքում երեխան իր ծննդով մեզ։ Իսկ օգնում էր լեռնիկը ձեզ, թե ես գնում էի աշխատանքի, դեռ մանկապարտեզ չէր գնում։ Միջև աշխատանքից պիտի գայի միջև ժամը 1-ը, որ ինքը գնար Սունդուկյան աշխատանքի։ Արդեն մտնում էի, դուռը բացում էի, մտնում եմ, ասում էր սուս քնել է։ Ասենց ոտերի թաթերի վրա գալիս էի, ասում էր կերակրել եմ, տակդիրը փոխել եմ։ Հիմա արդեն քնացրել եմ։ Չէ, շատ է օգնել։ Իդեպ երբեմն չգիտես ինչու վերագրվում է, որ նույն տակդիր փոխելը, կերակրելը դա մայրիկի գործառույթն է, բայց հավասարապես նաև հայրիկի գործառույթն է, որովհետև երկուսով են երեխա ունեցել, երկուսով են դաստիարակում երեխային եւ երկուսով են պատասխանատու։ Դուք ուղղորդեցիք լեռնիկին դառնալ այդպիսի հայր, թե ի սկզբանե իր նախաձեռնությամբ այդպիսին էր։ Չէ, ինքը տեսակով այդպիսին էր։ Ես նախ շատ էի սիրում երեխուն, շատ էի սիրում երեխուն։ Ու որ ուզում էի մի բան էլ ես անեմ այդ երեխու համար, չգիտեմ, ու երբ որ ինքը գնում էր աշխատանքի, ես ոչ թե տրտնջալով էի ես երեխուն կերակրում, չգիտեմ, օրորում, ուրախությամբ էի անում։ Ամեն դեպքում շատ է ինքը զբաղվել, փոքր ու երեխու հայտնվելը մեր կյանք ոչ մի բան չփոխեց, հակառակը, մի քիչ ավելացրեց։ Դե կողքից ինչ որ լսում ենք, որ երեխուց հետո ինչ որ բան է փոխվում, չգիտեմ, վատ առումով, բացասական առումով։ Բայց չէ, մեր մոտ չի ասի։ Ուշադրության կռիվ ուներ այդ ժամանակ, թե հասկանում էիր, որ նորմալ է երեխան փոքր է եւ ուշադրության գերկենտրոնացումը պետք է լինի երեխայի վրա։ Ես մեկ ասում եմ, եթե երեխուն գնա գրկի, չէ, պետք է երես չառներ։ Նենց չտենց մի։ Ես եմ մնացել էի անտեր։ Խիստ եք դաստիարակության հարցում շատ։ Ով ավելի։ Ես։ Իրանք ընկերներ են, մենք մամա աղջիկ։ Բայց պետք չի որ դուք էլ ընկերներ լինեք։ Դե կանք, բայց հաստատ իրանց նման։ Դռին ինքն է, դռյո, վայ։ Մեկ ասում եմ, հենց հիմա ինձ բացատրի ինչի համար գոռալով ասեցիր այդ ֆրազան։ Երեխու համար, ինչի բարձր։ Խի։ Ասենք, եթե կարելի ասել Նարե ջան, արի ճաշիկդ կեր, ինչի ես գոռալով ասում։ Արի հենց ճաշիկը կեր, թե չկլցնեմ գլխ։ Լավ չէ, դու չափազանցնում եմ, բայց այ որ ասում եմ հումորով է։ Բայց դե չափազանցնում եմ, բայց չէ, խիստ ինքն։ Ինչպես ուզում ես պատտվիր, ծնողները որոշ դեպքերում կարիք կա, որպեսզի խստություն ցուցաբերեն, խոսքս բռնության մասին չէ, խստության մասին է։ Բայց երբ դա ուղղակի մտնում է առօրյա ու կարող է ինչ որ կերպ ազդել հարաբերությունների վրա, կարող է նույնիսկ հենց ծնողների միջև տարաձայնություններ առաջանալ։ Ձեր միջև տարաձայնություններ լինում են։ Շատ։ Եթե ինքը տանն է, ես պիտի Նարեին նկատողություն չանեմ, չխոսեմ վրան։ Խիստ ասվածն էլ է սա, պիտի դասերը միջևեր սովորի նոր գնա դպրոց։ Կապ չունի ժամը քան։ Մեր հարաբերությունները շատ լավ է ամառային արձակուրդներին։ Ես կարող ասեմ մենք դառնում ենք թշնամիներ։ Ախպեր մեղքա թող գնա քնի, չէ, պետք է սովորի դասը պետք է սովորի չքնելու։ Այդ հարցերում է խիստ։ Այս պարագայում նաև կարևոր է, որ
Երեխան էլ հիմա ներկա է ու մենք խոսում ենք այս մասին, բայց թեմերը կատակն է։ Այս բարագայում նաև կարևոր է, որ ենթադրենք, հա, դուք կարող եք առանձին որոշակի տարաձայնություն ունենաք ինչ-որ հարցում, բայց եթե ոչ է, երկուսիդ ոչն է, եթե այո է, երկուսիդ այոն է։ Կարողանում եք այդ ներքին բալանսը պահել, թե կարող է մեկի մոտ լինել այո, մյուսիդ մոտ ոչ եւ Հա, չէ, բերում ենք բալանսի, պահում ենք բալանսը, շատ լավ հարց տվեցիր։ Նոր հասկացա, որ մենք պահում ենք այդ բալանսը, հա, ես չէի մտածել դրա մասին։ Երբեք չենք պայմանավորվել, բայց հասկանում ենք, որ պիտի հա, այդ բալանսը պիտի պահում։ Բայց ամեն դեպքում դու ավելի լավ ընկեր ես, ինչպես ես հաջողացրել։ Դե ես չեմ կարող ես երեխուն պահանջել։ իրանք շատ նման են իրար։ Ես որ ասում եմ նարեն գիրքդ վերջացրիր, ինքը լացում է։ Պոպոտիկը վերջացնեմ, խի ես։ Լավ ասում եմ, լավ է, հա։ Իրա դեպքը գնա կարդա, բայց իրա դեպքում չի լացում, ինձնից ազնում է երեխան։ Լայֆրումի գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական ու կոսմետոլոգիական կլինիկայի կողմից ձեզ նվեր քարտեր, կարող եք օգտվել իմպլանտումը եւ ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական առանձին կլինիկաներ ունի, որտեղ մասնագիտացված լայն ծառայություններ կան, գերհագեցած են ժամանակակից տեխնոլոգիաներով, այնպես որ կարող եք օգտվել ձեր նվեր քարտերից։ Շնորհակալ։ Ապրեք։ Բոտուլինոթերապիան մեզ հայտնի է որպես կնճիռներից ազատվելու ամենակարճ միջոց, բայց պարզվում է բժշկության մեջ այն ավելի լայն կիրառություն ունի, օրինակ կարող է բուժել միգրենը, ճիշտ եմ ասում։ Այո։ Ես չեմ պատկերացնում, թե դա ինչպես է կատարվելու, բայց իմպլանտում էսթետիկ կենտրոնի հիմնադիր Ելենա Ադամյանը մեզ կպատմի մանրամասները։ Ողջույն Ելենա։ Ողջույն Ամալիա։ Ինչ է իրենից ներկայացնում բոտուլինոթերապիան կարող է բուժել միգրենը արտահայտությունը։ Բոլորից հայտնի է միգրենը իր սաստիկ գլխացավերով եւ տևական գլխացավերով, եւ ես բազմիցս նշել եմ, որ էսթետիկ բժշկության մեջ բոտուլինոտոքսինը մտել է հենց միգրենի բուժման ընթացքում, այդպես հասկացել եմ, որ կարողանում է լավ անդրադառնալ մաշկի որակի վրա եւ կնճիռների կանխարգելման համար է շատ լավ։ Այս պրոցեդուրան ինչի համար մենք ունենք նաեւ մեր կլինիկայում, որովհետեւ մենք ունենք նաեւ նյարդաբան։ Իսկ քանի որ այս խնդիրը նաեւ նյարդաբանական է, իսկ մեր բժշկուհին նյարդաբան լինելուց բացի նաեւ բժիշկ էսթետ կոսմետոլոգ է, նա ունի իրավունքը կատարելու տվյալ պրոցեդուրան։ Ես գուցե բոտուլինոթերապիայի ավելի լայն կիրառությանն եմ ծանոթ, բայց ամեն դեպքում չեմ պատկերացնում, թե միգրենը ինչպես կարող է բուժվել բոտուլինոթերապիայի միջոցով։ Մի փոքր կմանրամասնեք։ Միգրենը ով տառապում է այդ խնդրով, գիտի, որ բավականին սաստիկ մկանային կծկումներ է տալիս, իսկ բոտուլինոտոքսինը ինչ է անում, թուլացնում են այդ մկանները։ Եվ դա կլինի մեր միմիկական մկանները, թե կլինի գլխացավ առաջացնող մկանները, դեղանյութը ազդում է միևնույն ճանապարհով։ Եվ այս պարագայում ինքը լայն կիրառություն ունի աշխարհում եւ ընդհանրապես բոտուլինոթերապիան կիրառվում է ամբողջ աշխարհում լայն կիրառություն ունի բժշկության մեջ։ Օֆթալմոլոգիայի մեջ է կիրառվում եւ պրակտոլոգիայի մեջ է կիրառվում, այսինքն ինքը բավականին լայն ծավալով այսօր մտել է բժշկության մեջ։ Ներարկումները լինում են գլխամաշկից։ Ներարկումները լինում են գլխամաշկից, պարզապես այս պարագայում ներարկում են այն մկանախմբերը, որոնք ավելի լարված են։ Այս դեպքում կարող է լինել ծոծրակային հատվածը, քունքային հատվածը եւ իհարկե նաեւ պարանոցային։ Որևէ կողմնակի ազդեցություն կամ վտանգ չունի։ Վտանգը կայանում է նրանում, երբ նմանատիպ պրոցեդուրաներ իրականացնում են ոչ բժիշկները, բայց քանի որ մենք ունենք իրավունք կատարելու նման պրոցեդուրա, քանի որ մեր բժշկուհին նաև նյարդաբան է, բնականաբար նա տեղյակ է բոլոր բարդությունների մասին։ Հավելեմ, որ բժշկուհին այս պարագայում անամնեզ է հավաքում եւ ոչ միայն իրականացնում է բոտուլինոտոքսինի միջոցով, այլ նաև կարող է որոշակի դեղորայքներ նույնպես նշանակել։ Մեր նյարդաբանը իր խորհրդատվության ժամանակ հաստատում է գլխացավը, այսինքն գլխացավը գալիս է հենց միգրենից եւ ինքը իրականացնում է կոմպլեքս բուժում։ Այսինքն մարդիկ կարող են ձեզ դիմել, եթե ունեն գլխացավեր, անկախ նրանից բոտուլինոթերապիա կիրականացվի թե չի իրականացվի, բժշկական օգնություն ցուցաբերել կարող եք։
Այո, իհարկե։ Իսկ այս թերապիան բուժում է, թե ժամանակավոր լուծում է խնդիրը։ Միգրենի բուժումը ինքը 100% չի բուժում, դա բոլորը գիտեն, այսինքն նմանատիպ այցերը ենթադրում են իրենցից ժամանակ առ ժամանակ այցեր հենց նյարդաբանի մոտ եւ կոնկրետ բոտուլինոտոքսինի միջոցով արդյունքը կարող է պահպանել մինչեւ 8 ամիս։ 8 ամիս պահպանվում է մեկ ներարկման արդյունքը, թե հնարավոր է կարիք լինի մի քանի ներարկման։ Դա շատ անհատական է եւ քանի որ կարող են ուղեկցվել նաեւ որոշակի դեղորայքների ընդունում եւ հնարավոր է որ արդյունքը ավելի երկար պահպանվի։ Դրա համար շատ կարեւոր է անհատական մոտեցումը եւ մեր բուժառուները մշտապես լինելու են կապի մեջ մեր բժշկուհու հետ։ Այսինքն ախտորոշումը եւս իրականացվում է ձեզ մոտ եւ հավելյալ այլ կլինիկա ուղղորդելու կարիք չի լինում։ Այո, այո։ Էսթետիկ միջամտությունները եւս շարունակելու եք անել։ Այո, իհարկե, այն նույնպես շարունակվելու է մեր կլինիկայում, նաեւ կնճիռների վերացման համար, կնճիռների կանխարգելման համար եւ իհարկե բուժական առումով ենք նկատի ունեցել, որովհետեւ բազմաթիվ ունեցել ենք բուժառուներ, ովքեր ունեցել են այս խնդիրը եւ այն հատվածները, որտեղ իրենց մոտ եղել է միգրենը եւ ես որպես էսթետ բուժական իրականացրել եմ, այսինքն կնճիռները փորձել եմ վերացնել, այդ հատվածում ցավերը մեղմացել են եւ այստեղից առաջացավ հարցը, որ կարելի է ներգրավել նաեւ նյարդաբանի, ով կարող է այս հարցը լուծել ամբողջությամբ։ Մարդը միգրենի համար է ներարկում անում, թե կնճիռների վերացման համար է ներարկում անում, գնային սանդղակը փոխվում է, թե ոչ։ Գնային սանդղակը փոխվում այնքանով, որ դոզաչափն է, հա, այս պարագայում մեծ, կոնկրետ դոզաչափը հաշվի առնելով, բնականաբար արդեն հաշվի են առնում պրոցեդուրայի արժեքը, հա, այսինքն եթե շատ դոզաչափ է օգտագործում, այն էսթետիկ միջամտությունից մի փոքր բարձր արժեք կարող է ունենալ։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ելենայի ինստագրամյան էջն ու իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Սերը բուժեց։ Նարեկ ողջույն։ Ողջույն։ Ես գիտեմ, որ դու papan բավականին լավ կարողանում եք ընկերություն անել։ Կպատմես ինչպես papan արժանացավ քո վստահությանը։ Ես միշտ papai հետ ընկերական հարաբերությունների մեջ եմ եղել, չգիտեմ, ինչ եղել է, միշտ papain եմ վստահել։ Օրինակ, հոգևոր խոսակցություններ միշտ papai հետ եմ ունեցել, որովհետև շատ լավ խորհուրդներ է տալիս։ Չգիտեմ, միշտ վստահել եմ papain։ Papa ինչպես ես կարողացել հասնել դրան։ Գիտես, մի անգամ Նարեն ասեց, «Պապա, ասում եմ, դու մի տեսակ ուրիշ ձևի papa ես»։ Ասում եմ, ինչ ձևի։ Ասում եմ, շատ ես շփվում իմ հետ, շատ ես ինձ սիրում, շատ ես ցույց տալի, որ սիրում ես, շատ ես ինձ տեղ տալիս։ Ասում եմ, այդքանով ոնց որ դու ուրիշ papa ես։ Շատ կարևոր է, որ papai սիրո մեջ մեծանա աղջիկը։ Դու սրան գիտակցաբար ես մոտեցել, թե քո սերն էր քո երեխայի հանդեպ, որը ժամանակի հետ հասկացար, որ ինչքան ճիշտ ու կարևոր տեղ է տանում, երբ աղջիկդ մեծանում է քո սիրո մեջ։ Դե ինքը աղջիկը, ինքը թույլ օղակա, չէ՞։ Ու հետո իմ ստեղծած օղակն է այդ աղջիկը։ Այդ աղջիկը մեծանում է ու չեմ ուզում, որ առավել եւս երբ որ ինքը քուր աղբեր չունի, դա էլ է ինձ նեղացնում, որ չունի, ինքը մենակ է։ Չեմ ուզենա պրոստը հենց մեծանա։ Դրա համար ես սիրում եմ իր հետ շփվեմ, սիրում եմ հարց տամ, սիրում եմ որ ինքը ինձ հարց տա, ինչքանով որ ես կարողանամ։ Ես տենց կատարյալ չեմ, որ ասեմ, չգիտեմ, ինչ եմ դարձնելու իմ երեխուն, բայց իմ ուժերից ներածին չափով ուզում եմ օգտակար լինեմ այս երեխուն։ Նարե, իսկ դու բոլոր թեմաների մասն ես կարողանում գալ ու պատմել papayin, թե նայած թեմա։ Գիտեք ոնց, օրինակ աղջկական թեմաները իհարկե մամայի հետ եմ խոսում, բայց օրինակ որ ինչ որ բանից նեղվում եմ, ինչ որ բան դուրս չի գալիս, կամ որ մոտիվացիա եմ ուզում, միշտ papayin եմ ասում։ Մաման խոստովանեց, որ շատ ավելի խիստ է ու երբեմն դա կարող է խանգարել հարաբերություններին։ Իրականում մամայի խստությունն ու papai փափկությունն է նպաստում, որպեսզի շատ թեմաների մասին հենց papai հետ խոսես, թե այստեղ ուրիշ գործոններ էլ կան։ Ձեր նմանությունը օրինակ։ Այո, օրինակ, որ papan ասաց էմոցիոնալ է, ես էլ եմ իրան նման էմոցիոնալ, շատ բաներից նեղվում եմ։ Հուզվում եմ։ Չգիտեմ, հոգեպես papayin եմ նման։ Նեղվելու մեջ մի կարևոր կետ կա՝ նեղացած չմնալ։ Հատկապես որ Նարեն քո նմանությամբ է այդպեսին, կարողանում ես իր մեջ կաթիլ ներարկել նեղացած չմնալու հատկանիշը, թե չէ։
Միայն դա չէ, մի քիչ ուզում եմ մեկ էլ ասում եմ մի քիչ մորդ ուսումնասիրի էլի։ Ասում նար կողքից մի քիչ այդ կերպարը ուսումնասիրի, քեզ պետքական կերպարա։ Մի քիչ քաշի էլի իրանից բաներ սովորի, քաշի, ինձնից չէ, իրանից։ Իսկ դու ուզում ես այդ հատկանիշները վերցնել մամայից։ Հա, իրոք ուզում եմ։ Մաման ոնց որ պապայի նման չի, որ պապան շատ էմոցիոնալ է, մաման կոպված է։ Կարծրացած։ Կարծրացած է։ Իրան կարում է պահի, որ նեղվում է իր հույզերը ցույց չի տալիս։ Դրա համար ես էլ եմ ուզում իրան նման լինեմ։ Պինդ լինելը իրականում շատ պետք է այս աշխարհում, բայց երբեմն չես գտնում բալանսը, որն է ճիշտը, ու այստեղ իհարկե գալիս ենք այն պարզ ճշմարտությանը, որ յուրաքանչյուրը ինքն իր համար ունի ճիշտ դաշտը, որտեղ ներդաշնակ է ու երևի թե ճիշտը հենց ներդաշնակության մեջ է, բայց մյուս կողմից դու ուզում ես աշխարհին տալ մարդ, որը կդիմակայի այդ աշխարհի տարբեր մարտահրավերներին։ Հետաքրքիր ձևակերպում տվեցիր ուսումնասիրի մայրիկիդ, բայց դու քեզնից ինչ ես տալիս, որպեսզի շատ ավելի պինդ դարձնես Նարեին։ Հայ, որ ճիշտ ասեմ, ինձնից բան չեմ ուզում տամ։ Ես ընդհանրեն իմ խորհուրդները կտամ, ինձնից կարծում եմ ոչ մի բան։ Ինձնից ինքը վերցրել է երևի այդ երաշտական լսողություն, երաշտական ունակություն։ Իդեպ դուք նաև շատ սիրուն համատեղ ժամանակ եք կարողանում անցկացնել, երբեմն Instagram-ում էլ, հրապարակումներ եք անում, ինչպես եք միասին նվագում, երգում, ընդհանուր հետաքրքրությունները միայն երաժշտական ուղղությամբ են, թե առհասարակ տարբեր ընդհանրություններ ունեք։ Ֆիլմերում էլ ենք նույն ճաշակը ունենում, օրինակ իրար հետ որ ինչ-որ ֆիլմ ենք նայում, հետո ոնց որ անպայման պետք է իրար հետ քննարկենք։ Ինքը իմ տեսակետը տեսնի, ես իրա։ Իսկ դու որոշել ես մասնագիտական ինչ ընտրություն ես անելու։ Ճիշտն ասած, ավելի շատ ուզում եմ դառնամ լրագրող։ Բայց լրագրող ոչ միայն տեսախցիկի դիմաց, ուղղակի շատ եմ սիրում պատմություններ իմանալ, մարդկանց պատմել, հարցեր տալ։ Իսկ դու ինչ կարծիք ունես իր մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ։ Հա թող դառնա լրագրող։ Մենակ դերասան չորոշի դառնա լրագրող։ Ինչու՞։ Չգիտեմ։ Ներքս գալիս։ Ես կուզեի մի քիչ այդ լեզուների ուղղությամբ։ Ինքը լավ չգիտեմ ինչքանով հարաբերական է լավը, բայց ռուսերենի է լավ տիրապետում, անգլերեն լեզվին է լավ տիրապետում։ Ուղղակի ափսոսս կգա, որ այդ ինչը որ ունի ինքը ընդունակություններ չօգտագործի իր մասնագիտության մեջ։ Ես մաղթում եմ, որ դու զբաղվես այն ամեն ինչով, ինչը քեզ հաճույք կպատճառի, որովհետև շատ կարևոր է, երբ աշխատանքդ սիրով ես անում ու բոլորովին կարևոր չէ մասնագիտությունը։ Երբեմն մարդիկ կարող են ասել, որ պետք է ընտրել օրինակ հեռանկարային մասնագիտություն, բայց հեռանկարային է այն մասնագիտությունը, որը սիրում ես։ Պապայի խորհուրդները կարող են փոխել քո որոշումները։ Պապան խորհուրդ տալուց չի ասում հենց տենց արա, ասում է դու ինձ լսի, բայց քո մեջ անալիզ արա, հասկացի կանես թե չէ, ճիշտն ու սխալը գտի։ Կիսով չափ հա, հաճախ փոխում եմ կարծիքս։ Հայրիկը այդ տեղիքը բան այդ տեղը տվել է իրան, որ ինքը կարա ընտրի նաև իր կարծիքը։ Ես որ իրան խորհուրդ եմ տալու, ասում եմ ես դա միանշանակ չի, միգուցե ես էլ եմ սխալվում։ Պրոստը դու լսի, դու էլ անալիզ արա, հասկացի որն է։ Հայր դուստր հարաբերությունը վտանգավոր է, միտեղ հանկարծ սխալ շեղում չտաս։ Իմ համար պարտավորեցնող է շատ։ Այնքան զգուշ եմ ես այդ հարցերում։ Նարե, իսկ երբեմն լինում է, որ հայրիկը զայրանա։ Առիթ չեմ տվել։ Չէ, չի եղել։ Եղել է։ Հա, մեկ-մեկ նենց բաներ ես ընտրում, ուտելու։ Հա, եղել է։ Քո զայրույթը ինչպես է դրսևորվում։ Տես մամային է իմացանք, երբեմն կարող է գորգորալիս քոնը։ Չէ, երևի գորալով չեմ ասում ես։ Պրոստը մի հատ հատուկ տոնայնություն կա, ինքը ազդվում է դրանից։ Պապան նշեց, որ երբեմն կարող է մայրիկը ինչ-որ հարցերում զայրանա, բայց դու նույնիսկ չհուզվես, ինքը կարող է հանգիստ տոնով ինչ-որ բան ասել եւ դու հուզվես, ինչու։ Ամաչում եմ։ Ոնց բացատրեմ, չգիտեմ, ես էլ չեմ հասկացել ինչի է տենց, բայց իրոք պապայի տոնից ես
նեղվում եմ, չգիտեմ։ Լեռնո, երբեմն մտածում ես, որ մեծանալու է, ամուսնանալու է, գնալու է քեզնից։ Այդ իմ մեռնելու օրն է, ես ասել եմ Սեդային, հա, ասում եմ, ես չգիտեմ ոնց եմ։ Չեմ մտածում, դրա համար չեմ մտածում։ Ուզում եմ այսպես նուրբ հայրական խանդի մասին խոսել, էդի մեռնելու օրն է։ Ինչու է այդպես։ Չեմ դիմանա ուղղակի։ Իսկ հիմա հայր ու աղջիկա պա։ Պետք է բարեմ Արամեի երգի տակ են։ Երգ ամեն լսելուց ես կլինիկական մահ եմ տանում։ Սով լացում եմ, հետ եմ գալիս, ինձ ուշքի եմ վերում։ Լավ երգ է, շատ հիասքանչ, բայց ես չեմ դիմանում այդ երգի։ Արեն դեռ 15 տարեկան է, բայց մենք գտանք Լեռնոյի ցավոտ կետերը, բայց եկեք այսօր այդ մասին չխոսենք, եկեք չհուզվենք։ Չեմ պատկերացնում։ Ոնց վստահ ես ուրիշին։ Ամբողջ կենտրոնացումը տարիների ընթացքում եղել է մի երեխայի վրա, բայց ցանկություն ունեցել եք նաև նորից երեխա ունենալ, թե չէ։ Գիտեք, երբեք ես պակաս չեմ զգացել երկրորդ, երրորդ երեխայի, որովհետև Նարեն այնքան լիքն է, ամեն ինչ կա իր մեջ։ Աստված, չգիտեմ, իրան ամեն ինչով ստեղծած տվել է ինձ։ Տաղանդով, խելքով, դաստիարակությամբ։ Դրա համար, չգիտեմ, սենց մեր տանը մենք 3 հոգի ենք, բայց լիքն է։ Երբեք չեմ զգացել պակաս, բայց ամեն դեպքում Աստծո կամքն է, եթե դա։ Բայց մենք ուզում ենք, մենք ուզեցել ենք։ Իսկապես Աստծո կամքն է ու վերևում միշտ գիտեն մեզ ինչա պետք է։ Այո։ Ամեն դեպքում Աստված ավելի լավ գիտի։ Շատ կարևոր է առողջ հարաբերությունների մեջ մեծանալ, որովհետև հետո առողջ ընկալումը հարաբերությունների պրոյեկտվում է այն ընտանիքին, որը ստեղծել եք։ Հումորով, ծիծաղով պատմում եք դժվարությունների մասին, որոնց մասին մեկ ուրիշը գուցե պատմեր բացարձակապես ուրիշ տոնով ու այս դեպքում չես կարող մեղադրել, որովհետև մարդու անցած ճանապարհն է, մարդու ընկալումն է, ամեն մեկը նույն հարցը իր ձևով է ընկալում, բայց ունենալով տարբեր խնդիրներ, սկսած սոցիալականից մինչև ներանձնային, դուք չմտածեք քանդելու, այլ մտածեք կառուցելու մասին։ Դա նաև ձեր ընտանիքի անդամների խորհուրդներն են, թե դա пассив ազդեցություն էր։ Գիտեք, երբեք իմ ծնողները չեն խառնվել, երբեք։ Եղել է դեպք, որ ուզել եմ զանգեմ, բողոքեմ, թույլ չեն տվել ու հասկացել եմ, որ ես պիտի ինքս այդ հարցին լուծում տամ։ Ես էլ մի անգամ մորս մի բան հարցրի, ասեց էլ չհարցնես երկրորդ անգամ։ Քո տունն է, քո ընտրած կինն է, քո ընտանիքն է։ Մեկ էլ ինձ ասում ես, որ ինչ պատասխանեմ։ Ասում ոչ մի բան։ Սոլիդարություն, որ մարդիկ անկախ իրենցից դրսևորել են, բայց այդ իրարից բողոքելը երբեմն թեկուզ ընկերուհիներին, թեկուզ ընկերներին լինում է։ Դուք միշտ կարողացել եք ամեն բան պահել ձեր ընտանիքի ներսում։ Հա։ Երևի մեկ Լեռնիկի քրոջը բողոքե։ Եղել ենքան լավ, հանգիստ, հարցին լուծում ա տալիս։ Ում է պաշտպանում։ Ինձ երևի։ Հա, քեզ ա պաշտպանում։ Ինձ զանգում ամոթանք էր տա։ Չգիտեմ։ Այդպիսի բան անում էր, որ ամոթանքի արժանանա էր։ Կապ չունեինք, սկզբից ամոթանք էր տալի, հետո ասում էր ինչ է եղել։ Լինի անձնական առիթ, թե նկարահանում ես իմ արտաքին տեսքը մշտապես վստահում եմ բյութի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին։ Երևանի սրտում Սարյան 19 հասցեում արդեն գործում է բյութի ֆաբրիկի նոր շքեղ սրահը։ Այս արդեն նրա մասին չէր, որ փոքրիկ տեղից հնարավորինս շատ գումար աշխատենք։ Այս այն պահն էր, որ ուզում էի, որ իմ հաճախորդը իրեն զգար ըստ արժանվույն սպասարկված։ Լեռնիկի աշխատանքը իրենից ենթադրում է արդեն կենսակերպ, այսինքն հատկապես հիմա երբ Instagram-ի ազդեցությամբ մարդիկ ավելի ակտիվ տեսնում են նաև ընտանիքի անդամներին, մի բան, որ օրինակ սրանից 15 տարի առաջ այդպեսին չէր իրականությունը, հիմա ամեն բան փոխվել է, մեխանիկորեն դուք էլ հայտնվում եք ուշադրության կենտրոնում։ Այդ ձեզ հաճելի է, թե ինչ որ պահերի չէ։ Չէ, հաճելի է։ Ինձ շատ։
իր աշխատանքը միշտ սիրել եմ, իր թատրոնը սիրել եմ, որ դուրս ա եկել, երևի կռվել եմ, չէ, երևի չէ հաստատ։ Այդ օրը մենք վիճել ենք, որովհետև ես դեմ եմ եղել, որ ինքը թատրոնից դուրս գա։ Չի խանգարել մասնագիտությունը։ Չէ, ես սիրում եմ իր մասնագիտությունը։ Նշեցիք, որ երբ թատրոնից դուրս եկավ, վիճում եք իր հետ։ Հա, ինչ շատ ծանր տարա, չգիտեմ։ Ասում էի թատրոնը քո այցեքարտն է։ Ես ասում եմ, ոչ, իմ աշխատանքն է։ Բայց չէ, այցեքարտը լա, այո, իհարկե։ Ամեն ինչ սկսվեց թատրոնից, Սունդուկյան թատրոնից։ Շնորհակալ ենք իրան, բայց գալիս է մի պահ, որ զգում ես մի քիչ իրական կյանքին սկսում է խանգարել։ Ժամանակ անց, երբ այս կետից դիտարկում եք որոշումը թատրոնից դուրս գալու, տես քո որոշումները այն ժամանակ չէ դուրս եմ գալիս, ձեր որոշումը վիճելն էր, չէ դուրս մի արի։ Հիմա նույն կերպ կարձագանքեք, հիմա երբ նայում եք այս կետից հարցին, վերաբերմունքը փոխվել է երկուսիդ մոտ էլ թե չէ։ Քո մոտ։ Չէ, փոխվել է հիմա։ Հարմարվեցինք։ Հա, հարմարվեցինք։ Արժեր դուրս գալ։ Հարց, ինչի։ Ավելի շատ սկսեց հայտնվել հեռուստատեսությամբ։ Ավելի շատ է աշխատում հիմա։ Ոչ մասնագիտական աշխատանքներ անելու կարիք չկա այլևս։ Կա։ Չկա։ Իսկ այն ժամանակ քշում էիր տաքսի, գիշերը ռեստորաններում նվագում էիր։ Իսկ հիմա դա չկա։ Բայց տենց ստիպված բաներ չեն անում։ Հա, բայց կողքից գիտեք ոնց է, որ ժամանակի մեջ արդեն լողում ես, գալիք գործերդ, երբ որ մի գործ են ասում, մի բան են առաջարկում, բան, դու հանգիստ գրանցում ես քո մոտ։ Ոչ թե մտածում ես, կարող է փորձ տնեն, կարող է ներկայացում տնեն, կարող է նոր ներկայացման մեջ ընդգրկվեմ, ընդհանրապես այդ 3 ամիսը ժամանակ չունենամ։ Մեր կողքի մարդկանց ճիշտ վերաբերմունքը իսկապես շատ կարևոր է կյանքի ցանկացած փուլում։ Այն շրջանում, երբ Լեռնոն ցերեկը բեմ էր բարձրանում, պատահական չի, հա, որ բեմը հանդիսատեսից մի փոքր ավելի վերև է։ Սա ստորադասման եւ գերադասման հարց չի, պարզապես արտիստին պիտի ծափահարեն մարդիկ ու բեմից իջնում էր կարիք կար տաքսի վարելու, որպեսզի արդեն ընտանեկան հարցերը կարողանա լուծել որպես տղամարդ։ Բնականաբար ինչ որ սրտնեղություններ կարող էին առաջանալ։ Ձեր աջակցությունը այդ փուլում հոգեբանորեն ինչպիսին էր։ Ուրեմն թատրոնում միշտ իմ խնդիրներ եմ ունեցել, ինչի հետ կապված։ Ես պակլոններին չէի մնում, որ գալիս են խոնարհում են։ Ես միշտ փախնում էի պակլոններից։ Այսինքն ինձ այդքան չէր գրավում, այդքան դարդ չէի անում, այդքան չէի գալի կիսվում, որ մի հատ էլ սեդան ցավակցեր, վայ, այդ ինչ կորցրիր, գնացել ես տաքսի քշելու։ Ես որ ավելի ազնիվ լինեմ, չէի, այդքան նվիրյալ չէի թատրոնի ես։ Իմ ընկերները նվիրյալներ էին։ Հոգով, սրտով սիրում էին թատրոնում լինեն, թատրոնում։ Ես չկարողացա դառնամ նվիրյալ։ Չգիտեմ ինչ հետ էր կապված, բայց չկարողացա։ Չէի կարող ժամանակս լրիվ տրամադրեմ թատրոնում։ Ազատությունը սիրում երևի դրանից։ Չէի կարողանում։ Ցանկացած աշխատանք կարելի է անել հաճույքով, կարևոր չի, դու կարող ես օրինակ հաճույքով մեքենա վարես ու հաճույքով տաքսի վարես, անկախ բարդությունից տարբեր տեսակի մարդկանց հետ բախվելու։ Դու հաճույքով ես անում այդ աշխատանքը։ Ոչ մի աշխատանք ես հաճույքով չեմ անում։ Չէ, ոնց աշխատանք է, դե աշխատանք է, անում ենք, վերջացրինք նոր հաճույքը դրսում է։ Դե աշխատանք է, էլի։ Ես օրինակ հենց հիմա ձեզ հետ հաճույքով զրուցում եմ, բայց սա իմ աշխատանքն է, աշխատանքի ամենաթեժ process-ն է։ Հիմա դու նկարահանվում ես, դա էլ է աշխատանք, բայց դու կարող ես դա անել հաճույքով, կարող ես էլի հաճույքով չանել։ Հաճույքով ես անում, թե չէ։ Որ ասեմ մեռնում եմ տենց բան, տվայտվում եմ, չէ։ Սիրում եմ, հա, իրան սիրում եմ, լավ աշխատանք է, ստեղծագործական, բայց ոչ մի գործ ես չեմ կարողացել իմ համար դարձնեմ, չգիտեմ ինչ։ Ես բաներ չեմ ունեցել։ Իսկ ունես հոբիներ, որոնցով զբաղվելիս շատ ավելի մեծ հաճույք ես ստացել, օրինակ։ Ստեղնաշարին կպնել դաշնամուրի։ Նվագել։ Հա, դա իմ տարերքն է։ Իսկ ինչու դա չդարձավ քո աշխատանքը։ Մի ժամանակ ես նվագելով էի իմ տունը պահում։
Իսկ երբ նվագում էիր, այդ հաճույքը ստանում էր, թե էլի աշխատանք էր ու հավեսով չէիր անում։ Չէ, հաճույքը ստանում էի, բայց բարդություններ կար, արդեն գործ ունեիր արդեն խմած մարդկանց հետ, չգիտեմ ինչ։ Ես կուզենայի այդ որ նստած խմբով նվագում էինք, ես կուզենայի դա անեինք մի սենյակում։ Այսինքն նույնիսկ այն ինչ դու սիրում ես անել, երբ անում ես արդեն աշխատանքի համար, դադարում է հաճույք պատճառել քեզ։ Այս նվագելը գիտեք ինչ շատ սիրեցի ես, շատ եմ սիրում նվագելը, որտեղ երաժշտական դպրոց չգնացի։ Դրա համար իմ տարերքն է, իմ ստեղծածն է, իմ այն որ ոնց ծանածն այն չարչարանքս է, բայց ես եմ գտե, ես եմ չարչարվել որ գտնեմ։ Դրա համար սիրեցի երևի։ Իսկ կա մի բան, որ դուք զգում եք, որ հաճույքով է անում։ Դուք աշխատանքը հաճույքով էլ է աշխատում։ Այդ ուղղակի ասում է ինչ ջղայնացնելու համար։ Արա չէ։ Ինքը արդեն գիտի ես ինչից եմ ջղայնանում։ Սիրում եմ, շատ եմ սիրում, բայց որ ասեմ տենց տվայտվում եմ, օ, գիտեք ինչ։ Տենց ասում եմ, որ ինձ ջղայնացնի, ինքը շատ է սիրում իր աշխատանքը, շատ։ Հիմա գիտի, որ մենք գնալու ենք։ Հա, շատ եմ։ Տենց չի։ Ես ասենք այն տարերքն է, երբ որ մտնում եմ իմ այգի ու սկսում եմ աշխատել այգում։ Լավ էլի։ Քանի օր կաշխատես։ Քանի օր եմ աշխատել։ Անցած տարի մենք սնվել ենք իմ ցանած լոլիկ, չգիտեմ այնտեղ ամեն ինչ, իմ տարերքը դա է։ Երբ որ ես աշխատում եմ թփի, ծառի, հողի, Կարող է դու ուղղակի մարդկանց չես սիրում։ Մարդկանց հետ աշխատել չես սիրում։ սիրում եմ։ Մի խոսքով կարող է հետագայում որոշես այգեգործությամբ զբաղվել։ Ինչի՞ չէ։ Չես կարող։ Կարող։ Ոնց։ Այ հենց հիմա մեր կռիվը դա է, որ ես գնում եմ իմ ծննդավայրը ապրելու։ Բայց տենց էլ չես գնում։ Ամեն օր ասում եմ, ես գնում եմ Շամշադին։ Գնա։ Հա, երազում եմ։ Ընտանիքիդ վերցնես ու գնաք Շամշադին ապրել։ Ընտանիք չի գա։ Այն ընտանիք հասես մարդուրա։ Կգան, գիտեմ որ գալու են։ Չեն գալու առանց ինձ։ Ինչ ես ուզում գնալ Շամշադինում ապրել։ Իհարկե բնությունը այնտեղ հրաշք է։ Հիմա ասցի ու հարցս պատասխանեցիր։ Այնտեղ մենք գետ ունենք։ Այդ անտառի ներքև այդ գետն է ու գնում եմ մեկ-մեկ ինձ հաճելի է այնտեղ գնամ պարկեմ մի ժամի չափով։ Մեկ-մեկ, բայց ոչ ամեն օր։ Երբ որ հայտնվում եմ այնտեղ։ Չեմ կարող ամեն օր գնամ գամ։ Դե որ մնաս ամեն օր հաճելի չի լինի։ Ու ես լսում եմ երաժշտություն։ Գեր պրոֆեսիոնալ երաժշտություն, որը կարելի է անսահման սիրել։ ես ինքս սնվելու չափ անհրաժեշտություն եմ ունենում ժամանակ առ ժամանակ գնալու բնության գիրք ու խաղաղվելու, բայց հենց մի քանի օր առաջ գնացել էի նորից բնության գիրք ու հասկացա, որ ինչքան էլ ամեն բան հրաշալի ու գեղեցիկ է այնտեղ, ես օրինակ չեմ կարող իմ առօրյայից կտրվել ու ապրել այնտեղ։ Դու պատրաստ ես քո առօրյայից կտրվել, քո աշխատանքից, քո ընտանիքից ու մնալ այդ ամեն ինչի մեջ, որովհետև մեկ շաբաթ կարող ես լիարժեք հանգստանալ բոլորից, բայց մեկ ամիս, մեկ տարի, 10 տարի այսպես նայում ես հեռուն ու այդ դեպքում ինչպես ես ընկալում հարցը։ Տես դու ասացիր, ես սիրում եմ գնալ բնության մեջ խաղաղվելու։ Երբ են գնում խաղաղվելու, երբ որ անխաղաղ են։ Ու այդ անխաղաղությունը մեր համար լիքը կանոններ են ստեղծել, որ այդ անխաղաղության մեջ մենք խաղաղվենք, կանոններ է, ընդհանրապես կանոններ են ստեղծել մեզ համար, որ սա այսպես պիտի լինի, դու պիտի ես սիրես, պիտի են սիրես, բայց բնության մեջ երբ որ հայտնվում ես, հասկանում ես, որ քեզ ոչ մի բան պետք չի համոզել, որ պիտի սիրես, դու խաղաղվում ես, վերջապես խաղաղվում ես, բայց արհեստական աշխարհը սարքած է այնպես, որ մենք կապնված ենք այս անխաղաղությանը, արդեն անհնար է առանց սրա։ Այս ամեն ինչի որ հասցրել են այսօր, մենք ավտոմատ կապնված ենք դրանց։ Մենք չենք կարող ուղղակի սենց շպրտենք ու ասենք, «Վсё, ես գնում եմ, չգիտեմ, ես գնացի առանձնանալու»։ Կարաս իմ որ վերջին հաշվով, բայց կապված ենք արդեն այս ամեն ինչին մենք։
մեզ կապել են։ Ըստ էության, երբ որևէ տեղ դու հասկանում ես, որ պարտավորված ես ինչ-որ մի բան անել, այդտեղից սկսում ես ձգտել դուրս գալ անկախ նրանից, որ մինչև այդ գուցե քեզ շատ հետաքրքիր լիներ հենց այդ տեղը։ Ախր մեր ամբողջ կյանքն է դա։ Ես հիշում եմ, որ 3 տարեկանում ինձ ժամը 7-ին արթնացնում էին։ Պիտի արթնանայի ժամը 7-ին։ Արդեն այդ տարիքից մեզ սովորացնում էին։ Իսկ դուք այս պիտիների աշխարհից փախչելու կարիք ունենում եք, թե չէ։ Ոչ։ Երբեք իմ Դուք մտքով չի ձևավորում եք պիտիների աշխարհը։ Ես սիրում եմ այս աշխարհը։ Ես որ տեղ կա ասում եմ ասֆալտը իմ համար չարիքն է։ Մեկ ինձ քննադատում ասում օ ինչ ես խոսում հողից կտրում են մեզ փռնում են ես գիտեք այգին խի եմ սիրում ինչի համար եմ սիրում իմ այգին ոնց է խաղաղացնում ինձ այդ ինչ բացասական էներգիա է քաշում այդ հողը տանում չեք պատկերացնի ու տալիս է հակառակը ես իմ ծառի հետ խոսում եմ Հետաքրքիր է, իսկ դուք ինչի եք համարում, որ չի կարող զբաղվել այգեգործությամբ կամ երկար չի կարող զբաղվել այգեգործությամբ։ Ինձ հազիվ էր այգուց տուն բերում, չմոռացել է ինքը ուղղակի։ Ինքը սիրում է առավոտյան արթնանա, սիրուն հագնվի ու տնից դուրս գա։ Ինքը ոնց կարա վատ հագնվի ու գնա այգի։ Մի օր, 2 օր, 3 օր հաստատ միշտ չի կարա։ Իմ պատկերացումները փոխվել են արդեն մի տեսակ, չգիտեմ, լավ տեղ չի գնում այս ամեն ինչը։ Դրա համար ուզում եմ գնամ Շամշադին ու գնալու եմ։ Եթե ամեն դեպքում որոշում կայացնի ապրելու Շամշադինում, կհամաձայնեք, թե ոչ, որովհետև ի վերջո որոշումը միայն իր կյանքի համար չէ։ Ես վստահ եմ, որ ինքը այդ որոշումը չի կայացնի։ Սպասի մի քիչ մեծանանք։ Չէ, չի կարող։ Մի շաբաթից ավել չի կարող մնալ։ Պապան ցանկություն ունի գնալու Շամշադին, իսկ դու դու ես։ Այո։ Մամային մենակ եք թողնելու։ Թող աշխատի մեծ պահին։ Մամա ջան, այստեղ կոալիցիա է կազմվել։ Դու ես։ Չգիտեք ինչպես։ Չէ։ Ասել էիր։ Ամեն օր Ես հասկացա ինչպես է մայրիկի շուրջ կոալիցիան ձևավորվում։ Ինչպես հասկանում եմ, վերջում մաման պիտի ձեզ հետ հարմարվի։ Տանը միշտ այդպես է լինում, վերջում մաման է ձեզ հետ հարմարվում։ Այո։ Նո, հա։ Բայց է։ Չենք հիշում։ Մամա հա թե չէ։ Որոշ շրջաններում դու խաղաղության ավելի շատ ձգտում ես, երբ որ որոշակի հիասթափություններ ես ապրում։ Ես նկատել եմ, որ երբեմն մենք շատ կենթանասեր մարդկանց մեջ մենք կարող ենք գտնել մարդիկ, որոնք ինչ որտեղ հիասթափված են շատ տարբեր մարդկանց հետ շփումներից, շատ բնության ձգտող մարդիկ, մենակության ու խաղաղության ձգտող մարդիկ, ինչ որ կետերում հիասթափություններ են ապրում, թեկուզ մարդկային առումով, արժեքային առումով, որ մտածում են ավելի լավ է ես հեռու լինեմ այս ամեն ինչից ու չբախվեմ այս խնդիրներին։ Արդյոք ինչ որ առումով հիասթափություններն են քեզ բերել այդ ցանկությանը ապրելու Շամշադինում։ Էդ էլ կա, բայց ում է հաճելի բախվել խնդիրների։ Ինձ երեխա ժամանակից ես հիշում եմ, որ սովորացրել են պայքարել, ուժեղ լինել, սովորել, չգիտեմ ինչ, հետո ասում եմ ում դեմ ուժեղ լինեմ։ Մարդու, եկել ենք, որ մարդու դեմ ուժեղ լինենք։ Չի ասում գազանի, չի ասում բնության, ասում պետք է ուժեղ լինես, պետք է ես ձևավորես, դու քո բան խի ինչի համար։ Մարդու եկել եմ մարդու այդ պայքարի մեջ մտնեմ։ Ես էլ եմ մարդ։ Մարդուն դարձրել են, չգիտեմ ինչ, ու իր դեմ դաստիարակում են։ Մեկ ես էլ եմ իմ երեխուն ստիպված ասում, չէ, պետք է ուժեղ լինես։ Մարդու դեմ, քեզանից է։ Դու էլ ես մարդ, նա էլ է մարդ։ Այդ ենք քարոզում։ Բա չէ հիասթափվեմ։ Չէ, ես սկսել եմ այս աշխարհից լուրջ հիասթափվել, լուրջ։ Մարդկանցից թե ընդհանուր աշխարհից ու աշխարհի կառուցվածքից։
կառուցվածքից։ Այդ քիմիական բաները ինչի համար էինք սովորում այդ տարերը, որ այսօր չիմանանք ինչ ենք ուտում։ Որ այսօր մի հատ ավելի ուժեղ ատոմային բոմբ ստեղծվի կամ չգիտեմ ինչ ստեղծվի։ Ինչ ուր բերեց։ Կողքիդ բժշկուհի է նստած։ Ես գնում եմ Շամշադին ապրելու։ Լավ, մենք ես գնում։ Երբ։ Գնում եմ, այնտեղ դու ազատ ես, այնտեղ դու ուրիշ բան ես դառնում։ Ուշ լրիվ ուրիշ բան ես դառնում։ Լավ, ամեն դեպքում մենք կհետևենք ու կհասկանանք ով հաղթեցի վերջո դու գնացիր Շամշադին ապրելու, թե ի վերջո Սեդան քեզ պահեց այստեղ։ Չգիտեմ, կարող է սխալվում եմ, այտենց միանշանակ էլ չեմ ուզում խոսեմ։ Կարող է սխալ եմ, չգիտեմ։ Եթե կա մի բան, որին պետքա մեծ վերապահումով վերաբերվել ես աշխարհում, դա սխալն ու ճիշտն է, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքը զգում է իր կյանքի ճիշտ ռիթմը եւ այստեղ սխալ ու ճիշտ չկա, այստեղ կա զգացողություն ու այն ինչ դու ուզում ես անել։ Չգիտեմ, դուք հետագայում կորոշեք ապրել Շամշադինում, Երևանում, թե որևէ այլ կետում, բայց ուզում եմ, որ միշտ միասին լինեք ու ինչպես հիմա խոսում եք այն մասին, որ տարիներ առաջվա համեմատ սերը շատ ավելի ամրացել է, այ տարիներ հետո դուք խոսեք, որ սերը ավելի է ամրացել, ոչ թե որ հիմա գուցե խարխուլ կետեր կան, այլ նրա համար, որ ժամանակի հետ անընդհատ ավելի լավ լինի, անընդհատ ավելի լավ լինի։ Շնորհակալ եմ, որ իմ հյուրն եք։ Շնորհակալ։ Մենք էլ ենք շնորհակալ շատ։ Ու ինչպես միշտ քեզ հետ հաճելի է զրուցել։ Նմանապես։ Հետևեք Live-room-ին, բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումները։ Սերը բուժեց։